Նախին նախարարության արժեք բողոքի ակցիա է, երևի արտադրության նախարարության բողոքի ակցիան իրականացում դերապաշարժ ճանաչված 33-րդ լավամասին ակտիվիստի բնակիչները պնդում են, որ վերջին հանդիպումը նախորդ նախարարական է եղել և ներկա նախարարների արժեն ունեցել զրույցների և մտահոգող խնդիրների մասին, այս առնչությամբ դուք ասելիք ունեք եք մարդկանց, որ ձեզ ակտիվարում տեսնել և միայն դու հարցը քանի որ դրոց ավնուկ այսպես բարձրացրեց հանրապետական դաշտում 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունից հիմա ազատագրման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիների Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցումը Սիրիայի Արաբական Հանրապետություն այս առնչությամբ խնդրում եմ անդրադառնալ ինչ իրավական հիմքով և որ կամ բազմակողմ ինչ պայմանագրերի հիման վրա է այս փոխանցումը եղել է ձեզ խնդրանք և եթե եղել է կոնկրետ ձեզ ով է դիմել որպես արտադրության նախարարի այդ խնդրանքով, այսինքն փոխանցումը իրականացնել, իրագործել և եթե Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Հանրապետության միջև կան հումանիտարական հարաբերություններ, ապա ինչու է այս հանձնումը տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության միջոցով, եթե ընդունենք Թուրքիայի որևէ հումանիտարական հարաբերություն ու տեղյակ եք արդյոք այս անձին, երկու անձին հիմնադրում են իրենց պատիժը շարունակում գրել թե հայտնվել են ազատության մեջ, որովհետև ոչ հաստատա պայման եղել է շարունակել ազատության ակնհայտությունից շարունակության պայմանագրերը։ Ու եթե կան այդ պայմանագրերի որոշման վրա եղել է, կարող է անդրադարձնել ինչ շրջում է ունեմ սահմանադրության հետ կապված, այստեղ եղավ արդեն տեքստի հետ կապված, խորհրդի հետ կապված ու նշեցիք, որ գործունեությունը շարունակում է, արդեն որոշման մեջ նշվում է այս խորհրդի ես նայեցի, որ խորհուրդը պետք է իրականացնի վերապահված խնդիրների շրջանակում սահմանադրական բարեփոխումների գործընթացին հանգույցան մասնակցության ապահովումը։ Մինչ օրս հանրային մասնակցության օրենքի միջոցառումներ են եղել, եթե եղել են, ու այնտեղ հանձնաժողովի մասին է կարծում, արդյոք այդ հանձնաժողովը գործում է, որովհետև խորհրդի նախագահի իրավասության մեջ ունեցում, փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի դատարանություն։ Եթե գործել է, ինչ օրինակ ձերով է գործել, ինչքան մարդ են գրված եղել հանձնաժողովում և օրինակ ինչ բացատրության չափ եղել, եթե հիմա չգործում է հանձնաժողովը։ Շատ լավ, ես սկսեմ Ֆիրդուսի հարցից։ Իմ պաշտոնավարման ընթացքում հանդիպման որևէ հայտ չի եղել քաղաքացիների հետ, այլակերպ ես հանդիպած կլինի նրանց հետ, իսկ եթե նման ցանկություն կա, միանշանակ պատրաստ եմ հանդիպել, բայց քանի որ իմ խոսքում խոսեցի նաև գերակաշարի ճանաչման սեփականության օրենքի սահմանափակման կառուցակարգերի մասին, ուզում եմ նշել, որ այն բոլոր լավարկումները, որոնք միտված են քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ունեն հետադարձություն։ Այսինքն սահմանվել է, որ անցումային փուլում այն բոլոր շուկայական արժեքները, որոնք գնահատվել և տրվել են քաղաքացիներին, կարող են վերանայվել նոր սկզբունքներով և նրանց դեպքում ևս կարող է գործել ոչ թե շուկայական արժեք գումարած 15%, այլ շուկայական արժեք գումարած 30% ձևաչափը։ Կրկնում եմ, որ նոր օրենսդրական փաթեթների կարգավորումները կարող են տարածվել նաև հետադարձ կերպով այն քաղաքացիների վրա, որոնք ժամանակին եղել են այդ հարաբերությունների կողմ։ Եվ այս պահին վերահաստատում եմ իմ ցանկությունը իրենց հետ հանդիպելու և որ հնարավորություն ունենամ օբյեկտիվ անպայման կհանդիպեմ։ Ձեր հաջորդ հարցը վերաբերում է Սիրիայի Արաբական Հանրապետությանը հանձնված դատապարտյալներին, ես ուզում եմ նշել, որ այդ անձին փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով, այսինքն պայմանով, որ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել և հարցը կարգավորվել է քրեական բարելավներով իրավական օգնության մասին օրենքով, ըստ որի կարող է պրոցեսը իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա։
Եվ դա արվել է գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք, եւ արվել է նաեւ Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունը ավելի արդի դարձնելու նպատակով։ Այսինքն մենք արգելված է Թուրքիայի միջոցով իրականացնելու։ Ավելի տեսեք, մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում եւ ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում ևս ընտրվել է այդ ճանապարհը եւ վստահաբար չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնել։ Եվ այսքան Ես այսքանը պատասխանում հարցեր կապված։ Ես ասում եմ, որ մեր պետությունը գոյություն ունի դատապարտանների փոխանցման հնարավորություն եւ համապատասխան ինստիտուտ, գոյություն ունեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ եւ կարող եմ միաժամանակ վստահեցնել, որ process-ը միայն իրավական է եղել եւ հայեցողությունը գնահատելու դաշտում, թե արդյոք արժի փոխանցել դատապարտաններին, որպես իրենք պատիժը կրեն այն պետությունում, թե ոչ թողնված է եղել մեզ, իհարկե օրենքի շրջանակներում, եւ մենք որոշում ենք կայացնել եւ փոխանցումը իրականացնել։ Հիմա թե ինչ պետության միջոցով է, ինչպես է իրականացվել եւ այլն, դա այլ հարց է, խիստ կարեւոր է, որ գործընթացը ունի իրավական հիմք եւ պրոցեսուալ արվարը իրավական է եւ խնդրում եմ երկխոսության չվերածել հարցը պատասխան։ Կա համապատասխան օրենք, ես նշեցի օրենքի անունը, որը մեզ հնարավորություն է տալիս փոխադարձության սկզբունքը հաշվի առնելով իրականացնել դատապարտանների փոխանցում։